Մեր ծննդյան օրվանից մենք ակամա սպասում ենք մեր վախճանին, բայց ինչու պիտի ծնված օրը դառնա մահվան սպասում, որովհետև մենք թույլ տվեցինք, որ մեզ խաբեն, մեզ քնեցնեն, մեզ պահեն ստրկության շղթաներում և փոխանակ ապրենք որպես բարիք տարածողներ, արդար ու արդարամիտ մարդիկ, փոխանակ դառնանք կառուցող ու շինող ձեռքեր, սիրող ու օգնող սրտեր, անվճար բուժողներ, հավերժ հույսի կրողներ, մխիթարող ձայներ, անկողմնակալ ձեռք ու անխարդախ խրատ տվող հոգիներ, մենք պարտվեցինք։ Մենք պարտվեցինք նրան, ինչին երբեք չպիտի պարտվեինք։ Մենք պարտվեցինք աշխարհի խաղաղության զարկերակից արյուն ծծողներին, ստրուկ հպատակ դարձած իշխանամոլներին, թույլերին, տկարներին, ովքեր իրենց գոռոզությամբ երևակայեցին, թե աստվածներ են։ Բայց դուք ոչ թե աստվածներ եք, այլ սատանայի սանձից ատամներով հազիվ կախտված գոռոզ բռնակալներ։ Դուք նվիրյալներին սպանողներ եք, դուք մաքուր առաջնորդների դահիճներն եք, ձեր անունների վրա քահանան երբեք աղոթք չի կարդա, ձեր զավակներն անգամ ձեզ վրա և ձեզ համար խունկ չեն ծխի, ձեր հիշատակը հավերժ կմնա անեծքի տակ, ձեր մեղքը անքավելի է, ձեզ ներելն անհնարին, դուք դարձել եք անգերեզման ու անհասցե մեռելներ, խեղդված մեղքի կապանքներում, դուք ժողովրդին տվեցիք քնաբեր հաբեր, որ նա այլևս չարթնանա, դուք նրա տան պատերը կանգնեցրիք ավազի վրա, փողը վերցրին ու իրենց հոգու աչքը հանեցին, որ չտեսնեն փրկության ճամփան։ Բայց լսեք այս խոսքը. քանի դեռ կա մեկ արդար սիրտ, քանի դեռ կա մեկ անխարդախ հոգի, ձեր խավարի վրայով ծագելու է լույսը, քանի դեռ կա մեկը, որ մխիթարում է ընկածին, բուժում է հիվանդին, սրբում է որբի արցունքը, ձեր բռնապետությունը դատապարտված է։ Մենք, ժողովուրդը, չենք լռելու, մենք չենք վախենում, մենք ձեր տված հաբերն այլևս չենք ուզում։ Մենք արթնացել ենք, մենք կանգնել ենք ու մենք շարժվում ենք, ժամանակը եկավ։ Խղճի, բարոյականության, արդարության, ճշմարտության ու պատասխանատվության հեղափոխության ժամանակը մեր յուրաքանչյուրի ներսում։ Ես չեմ ուզում որևէ մեկից բողոքել։ Բողոքը ճյուղերի վրա գոռալն է, երբ իրականում խնդիրը արմատում է։ Մենք չենք կարող բողոքել ծառի ճյուղերից, որ չի ծաղկում, եթե նրա արմատը փտած է։ Մենք չենք կարող պահանջել գեղեցիկ պտուղ, երբ հողի մեջ թաքնված ստեղնը հիվանդ է։ Մարդկության մեծագույն սխալն այն է, որ միշտ մեղադրել է այն, ինչ երևում է, բայց երբեք չի նայում այն, ինչ թաքնված է, արմատը։ Մտածողության արմատը, հոգեբանական արմատը, ազգային արմատը, բարոյական արմատը։
Եվ մինչև մենք չմաքրենք արմատը, մինչև չբուժենք այնտեղ եղած թույնը, մինչև չտեսնենք, որ հեղափոխությունը չպետք է սկսվի վերևից, այլ մեզանից, մենք միշտ կբողոքենք ճյուղերից։ Բայց ճյուղերը մեղավոր չեն։ Մեղքը արմատի մեջ է։ Իսկ արմատը մենք ենք։ Եվ սա բողոք չէ, բոլորովին, սա բողոք չէ։ Սա կոչ է։ Այո, սա կոչ է։ Վերադառնալու դեպի մեր ներսի արմատը եւ այնտեղից հանել այն, ինչը մեզ խեղդում է։ Այնտեղից էլ կսկսվի խիղճ, բարություն, արդարություն, բարոյականություն, պատասխանատվություն եւ այնտեղից էլ կնվաճվի խաղաղությունը, մեր հոգու խաղաղությունը, քանի որ մինչև մեր հոգիներում չլինի խաղաղություն, չի կարող լինել աշխարհում խաղաղություն։ Ես ձեզ մաղթում եմ խաղաղություն։ Եղեք բարի, եղեք խաղաղ, հոգ տարեք իրար մասին եւ թույլ տվեք, որ խղճի, բարոյականության, արդարության, պատասխանատվության հեղափոխությունը լինի ձեր ներսում։